Գովազդային այս պաստառներն երևանցիներից շատերի համար ոչ վաղ անցյալից մնացած բարի հուշեր են։ Մարդիկ հավատալով դրանց մտնում են բանկ, բայց կարճ ժամանակ անց դուրս գալիս հիասթափված ու մտամոլոր։ Ինչ եք ուզում։ Բար գազից չեն տալիս։ Ոսկով բար չեն տրամադրում, բայց ուսանողական բար տրամադրում։ Սպառողական վարկեր են։ Սպառողական դեպք։ Տուննել ես գրավի գնում, էլի չեն տա։ Դեկտեմբերից սկսած, իսկ ավելի ճիշտ դրամի կտրուկ արժեզրկումից հետո հայաստանյան բանկերը կարելի է ասել դադարեցրել են վարկավորման գործընթացը։ Ճիշտ է, վերջերս դրական տեղաշարժ նկատվում է, բայց ոչ բավարար։ Յուլիան մեզ դիմաց քաղաքացիներից է, որին բանկերից մեկում անորոշ ժամկետով մերժել են ապառիկ ձևակերպել։ Սկզբում ասացին եկեք հունվարին, եկող տարվա մեջ թող լինի, հունվարին դիմեցի եւս մերժեցին։ Զանգահարեցի տվյալ բանկ, հաստատեցին, որ իրենց մոտ ապառիկներն անժամկետ սառեցված են։ Ապառիկը դեռ չի տրամադրվում։ Ինչն է պատճառը։ Դադարեցել է ժամանակավորապես։ Վարկավորման մյուս տարբերակները եւս այս բանկում դադարեցված են կամ էլ միայն դոլարով են։ Պատկերը նույնն է գրեթե բոլոր բանկերում։ Սպառողական վարկեր չեք տա։ Իսկ տոկոսադրույքներն ինչքան են։ 24, այսինքն ինչ վարկեր են տրամադրում։ Ոսկու գրավի դիմաց, հա։ Առհասարակ ոսկու գրավ չեն տալիս։ Իսկ մինչև երբ է այս սառեցումը։ Հա, ոսկունը տարեկան 24, այսինքն փոխվել է, մի քիչ ոնց որ բարձրացել է, չէ՞, հա, հետաքրքրել է։ Բավական միայն գրավադրում։ Տոկոսադրույքը 14% միայն դոլարը։ Անորոշ վիճակ է, որը դրդում է բանկերին կտրուկ նվազեցնել ռիսկերը, որը արտահայտվում է ծառայեցմամբ չասեմ, բայց ակտիվ քաղաքականության դադարեցմամբ։ Մեզ զանգահարած մեկ այլ քաղաքացի էլ բողոքում էր, որ 7-ից 8 տարի շարունակ նույն բանկից ոսկու գրավի դիմաց վարկ է վերցրել, սակայն օրեր առաջ մերժել են, ասելով, թե քաղաքի գրանցում չունի։ Ասացին այս տարի նման օրենք արդեն դուրս եկել, որ պիտի նման ձևով աշխատենք։ Չհասկացանք թե խի, մենք Հայաստանի քաղաքացի ենք, միշտ դրել ենք, ինչ կապ ունի մարզից ենք, չէ՞ որ մենք իրենց տոկոս ենք տալիս։ Դեկտեմբեր ամսին եւ հունվար ամսին սպառողական վարկավորումը բանկերում քչացել է եւ կարող եմ նաեւ օգտագործել խոսքը կտրուկ, բավականին կտրուկ։ Բանկերի միության նախագահը երկու պատճառ է մատնանշում։ Նախ բանկերում դրամի քանակն է նվազել, քանի որ դրամն ավելի արժեզրկումից փրկելու նպատակով կենտրոնական բանկն անցած տարի կրկնակի բարձրացրեց բանկերի կապիտալի պարտադիր պահուստավորման տոկոսադրույքը 12-ից հասցնելով 24%-ի։ Այսինքն բանկերում շրջանառու դրամի զանգվածը շեշտակի նվազել է։ Դրանից բացի, ըստ Սամվել Ճզմաչյանի, ավանդների ավելի քան 70%-ը դոլարային է, իսկ սպառողական վարկերը տրվում են միայն դրամով։ Այդ է պատճառը, որ հիմնականում դադարեցվել է սպառողական վարկերի տրամադրումը։ Պատճառաբանելով անորոշ ժամանակով թակելանում ստիպված Եվ ինչքան տոկոսադրույքով եք վերցել ոսկու գրավի դիմաց։ Ճիշտ ասած, ես այդքան չգիտեմ, բայց գիտեմ, որ ջոր ունենք 24%։ Իսկ ոսկու գրավի դիմաց եք վերցրել, թե ոչ։ Հասկանալի։ Հիմա փորձել եք ճշտել, հիմա տալիս են բանկերը տալիս։ Հիմա չեն տալիս, իսկ ինչ են դոլարով են տալիս։ Ես գրավ եմ դրել։ Ոսկի եք, ըստ առանց ոսկու գրավի Չեն տա տենց։ Իդեպ, պարզվում է որոշ բանկեր անցած տարեվերջին դրամի կտրուկ արժեզրկման պահին հրաժարվել են վերադարձնել քաղաքացիների ավանդները, մինչդեռ դա օրենքի պահանջ է։ Եկել եմ բանկ, որ փողը հանեմ։ Ասեցին, այսօր չեն կարող տալ, վաղը մինչև կուտակվի փողը, վաղը եկեք վերցրեք, այսինքն 18-ին։ Իսկ 18-ին մենք արդեն պետք է մուծած լինեինք։ Հետո փոխանցեցին, ասեցին փոխանցումով կարանք 2 ժամում անենք։ Կենտրոնական բանկի հայտնի որոշումը բանկերի կանոնադրական կապիտալը 5 միլիարդից 30 միլիարդ դրամ դարձնելու վերաբերյալ իրարանցում առաջացրեց ոչ միայն բանկային համակարգում, այլև դրանից դուրս գտնվողների շրջանում։ Խոսքը կենտրոնական բանկի դեկտեմբերի 30-ի որոշման մասին է, ըստ որի 30 միլիարդ դրամ չունեցող բանկերը առաջիկա 2 տարում կամ պետք է կապիտալ ներդրումներ անել, կամ էլ գնան այլ բանկերի հետ խոշորացման ճանապարհով։ Մասնագետները որոշումը միանշանակ չեն ընդունում։ Այդ որոշումը մի կողմից ստիպում է բոլորին խոշորանալ, մյուս կողմից ստիպում է, սա միանգամից է դեպ 2 տարվա մեջ չէ, որ նոր բանկեր համեմատաբար ցածր կապիտալով չստեղծվեն։ Արդարացված է այն տեսակից, քանի որ Հայաստանը պատկանում է այն երկրների թվին, որոնք որ ունեն դեռևս ոչ այնքան հզոր եւ փափուկ ասած տնտեսություն։ Եվ այդ տնտեսությունում ավելնորդ ֆինանսական մասնավորապես շուկայում ցնցումներ տեղի ունենալու համար իսկ
նաև կարելի է արդարացված համարել այդ ընդունումը։ Կենտրոնական բանկի պաշտոնյան նշում է, որ առաջին հերթին պետք է ամրապնդեն ֆինանսական համակարգը ու պաշտպանեն ավանդատուների շահերը, քանի որ որքան մեծ է բանկի կապիտալն, այնքան իրենց ապահոված կզգան բանկի հաճախորդները։ Քանի որ մեր բանկային համակարգում բավական մեծ է օտարերկրյա կապիտալի տեսակարգը շեղել, այն կազմում է մոտ 70%, մենք ակնկալում ենք, որ օտարերկրյա կապիտալի ներհոսք կլինի այս որոշման արդյունքում, մեր գնահատականներով 150-200 միլիարդ դրամի մասին է խոսքը։ Դրա հետ մեկտեղ պիտի շատ ավելի հզոր քայլեր կատարվեն, որպեսզի կարողանան տնտեսությունը զարգացնել, որպեսզի տնտեսությունը կարողանա կլանել այն միջոցները, որոնք որ կգան բանկեր մեզ մոտակա 2 տարվա ընթացքում, իսկ եթե տնտեսությունը չկարողանա կլանել, դա կբերի վարկի թանկացմանը։ Երկարաժամկետ հատվածում սա ռիսկերը ավելի է մեծացնում, մենք ունենալու ենք խոշոր բանկեր, որոնք, չգիտեմ, ենթադրենք 10 տարի հետո, 15 տարի հետո, ինչ որ ժամանակ հետո, եթե հերթական ֆինանսական ճգնաժամը եղավ, արդեն խոշոր բանկի ֆինանսական խնդիր ենք ունենալու։ Իդեպ նշենք, որ սահմանված 30 միլիարդ դրամի սահմանագիծը հայաստանյան 21 բանկերից ունի ընդամենը 5-ը։ Տնտեսագետն ասում է, որ նախնական հաշվարկներով շուրջ 8 բան կմիաձուլվի, ինչի արդյունքում կնվազի մրցակցությունը։ Մինչդեռ կենտրոնական բանկի հայտարարության մեջ նշված է. Կապիտալի նվազագույն չափի ավելացման պահանջը նպատակաուղղված է բանկերի միաձուլումների եւ միացումների իրականացմանը, ինչը կհանգեցնի բանկերի խոշորացման եւ կապահովի մասշտաբի դրական էֆեկտ, նպաստելով բանկային համակարգի կողմից ավելի որակյալ ու մատչելի բանկային ծառայությունների մատուցմանը եւ առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը։ Հարց է առաջանում, արդյոք արդյունավետ չէին աշխատում այսպես ասած փոքր բանկերը։ Իդեպ նրանց աշխատանքից կենտրոնական բանկում դժգոհ չեն։ Պարզապես լրացուցիչ կապիտալի ավելացումը կարող է նպաստել այդ բանկերի հզորացմանը եւ ուժեղացմանը եւ իմ նշած այդ բոլոր գործոնները, այսինքն արդյունավետություն, ֆինանսական կայունության ամրապնդում, տնտեսության սպասարկում, այդ բոլորը ավելի մենք նոր որակ կհաղորդենք մեր բանկային համակարգին։ Կենտրոնական բանկի որոշման տակ չկա վերլուծություն, չկա ռազմավարություն, չկա վերլուծություն, դրա հետևանքներին չեն լինելու, պարզապես հայտարարություն է։ Շուրջ 2 տարի այս որոշումը քննարկվել է ինչպես կենտրոնական բանկի ներսում, այնպես էլ տարբեր մասնագետների, միջազգային փորձագետների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև բանկերի սեփականատերերի եւ ղեկավարների հետ։ Շարքային քաղաքացուն այս ամենից հիմնականում մեկ հարց է հետաքրքրում. արդյոք իրեն վարկ տրամադրած այսպես ասած փոքր բանկը գնելուց հետո խոշորն իր արչեւ չի դնի վարկավորման այլ, ավելի բարձր տոկոսադրույք վճարելու պահանջ։ Այդպիսի բան չի կարող տեղի ունենալ, որևէ փոփոխություն չի կարող տեղի ունենալ մինչև այդ վարկի լրիվ ավարտը։ Սոնա Դանիելյան, Գառնիկ Սիրիկանյան, Սուրանգուն։